Բարի երեկո, սիրելի հայաստանցիներ եւ առասարակ բարի լույս, սիրելի ամերիկահայեր։ Նույն ձևով միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս։ Շատ ցավում եմ, որ մեր հանրային դատաղորդաշարի բնականոն աշխատանքը խափանվել է։ Դրանից օգտվում են երևակայի որոշ, ոչ թե երևակայի, բավականին լուրջ քանակությամբ պետական չինովնիկներ։ Ինձ թվում է, որ մոտակա ժամանակներս մեր հաղորդումը կվերադառնա իր բնականոն հյուր, բնականոն կարգավիճակին, մեր մշտական անդամներով եւ այլն, որովհետեւ մենք հիմա հասկանում ենք, որ ցանկացած խնդիր, սոցիալական նշանակության խնդիր, եթե մենք լուսաբանենք, դա ուղղակի կորելու է այս ինֆորմացիոն թոհուբոհի մեջ, որովհետեւ այսօր այս մի քանի ժամանակահատվածը ժողովրդի մեծամասնությունը հուզում է միայն Հայաստանի Հանրապետության ճակատագիրը եւ միտեղ, չգիտեմ, կոռուպցիա կա, միտեղ ճանապարհները վատ են, միտեղ լիֆտը չի աշխատում, այն միտեղը եսի ինչ մի բոզիտեղություն են արել եւ այլն։ Ես էլ եմ հասկանում, որ շատ-շատերը կասեն, ախր պարոն Ղուկասյան, մենք դրա մասին գիտենք կամ գիտենք, որ սրանք բոզիտեղա են։ Նեզ ավելի գլոբալ հարցեր են հուզում եւ դա է պատճառը, որ մենք մի փոքր դուրս ենք մնացել մեր հաղորդման հանրային դատի բնականոն հունից։ Չնայած դա չի խանգարում, որ որոշակի ասենք ինչ բառ կարելի է օգտագործել ոչնչություն, բառը շատ մեղմ ասած, պոռնիկ, ներ բառը գրեթե ոչինչ չի ասում, ամեն օր իրանց կոկորտը եւ մարմնի ինչ-որ մի մասը պատռում են, որ Վարդան Ղուկասյանի անունը տալով գոնե ինչ-որ մի դիտում, ինչ-որ մի հեղինակություն, ոչ թե հեղինակություն, ճանաչում ձեռք բերեն։ Եվ մարազմի աստիճանը հասել է նրան, որ ասենք ես անունը բնականաբար չեմ տալու, հասկացողները կհասկանան, մի ագար կա, որը որ թողնելով հայի խեռը, գնացել մտել է Թուրքի խեռի տակ, ապրելով Թուրքիայում, բանը մարտունա եսին, որ գեղերից դուրս եկած, երեխեն բանը գցե մոր վրեն, ասկի մերն էլ չի ճանաչում, որ աղջիկ ունի տենց, օրը 24 ժամ դրած Վարդան Ղուկասյանի միսնածամը, սցենարն էլ ուղարկվում է Հայաստանից, ամենայն հավանականությամբ Արտակ Գալստյան կամ են պոռիկի տղեն ինչ էր, Վահան Ավագյան, դրան գրեմ տալում են, ես էլ օրը մի 10 անգամ մտնում դոգ, գիշեր ու ցերեկ, ու էդի այն ազնվորությունը, որ ասում է, թե Հայաստանում ամենալավ տղեն Նիկոլն է, ու ինձ մեր կողքի տենց ուղարկում են սիրելի ժողովուրդ, նման ագարկեքի, բարիս ամենաբուն իմաստով, նման ագարկեքի վիդեոներ ինձ մի ուղարկեք, ես դա նույնն է, ոնց որ ես չգիտեմ, ինչ-որ աշխարհագրական բանով, չաշխարհագրականով էլ չի լեմ, ինչ հովազին փորձի անհանգստացնել կակոյնի բուց կուզնեչիկ, երկայ տրավեսի ձել կուզնեչիկ։ Շուշից տվայ տանկների մեջ, շանթատ, մեկ ու թակու մեջ էլ նմա, ինչ-որ մի ասես, վերնագրով աշկով սնգրմ, ասես թերթը մասնում էլ եմ։ Էլ ես չգիտեմ բան եմ, ռուսական շպիոն, ամերիկյան շպիոն, անգլիական շպիոն, ես իմ ինչ, հիմա էլ վեկալ է, ես իմ ինչ ասում, քո վարձով տան մեջ, երեխեքի բան անեմ եւ այլն։ Նախ իմ վարձով տունը մեկը լը հարցնի ագարտքի ծնունդ, որտեղ ա եղել, դա մեկ։ Երկրորդը իմ վարձով տան մեջ քո երեխուն են ծծծրել։ Քո մարտունա երեխուն, իմ վարձով տան մեջ, իմ այդ շենքի բնակիչները, որտեղ որ այդտեղ ես ապրել եմ, քո երեխուն ծծծրել են, հա, չգիտեիր, ագարկ հա։ Ես ասում եմ Ամերիկա գրել կտամ պետոֆիլիայի հոդվածով, ինչ պետոֆիլ, ինչ երևում է Արտակ Գալստյանի սցենարը, այն որ TikTok-յան էջ կար է, որ դոգի հայրը ադրբեջանցի է։ Դոգի էս ինչ է, ես իմ ինչ է։ Դոգի մայրը կապնվել ադրբեջանցու հետ, ու դա ով է այդ մարդ, ինչ ադրբեջանցի, 1976 թիվ
երրորդ մաս, Լավաշի փուր, Սուսաննա Ղազարյան, Օվսաննա Հախվե, իմ տատուն, իմ մորը, իմ քերուն, սա երրորդ մաս չանան չէ։ Գառնիկի աղջիկը, գառնիկի տղեկը։ Գոնե մի քիչ ասենք այս բան գրեն։ Ոչ սուտն էլ մի քիչ ճիշտ էլ դրել գրին տեսան չէ չիլեմ։ Դոգի քույզերը, դոգի եղբայրները։ Եթե իմ հորից չեն, իմ հերն ադրբեջանցի է, ո՞նց եղանանցի քույրեր։ Չսեք ջո անգրագիտություն։ Հիմա էս մի ագարկենա, էս մի շապատա կոկորտը պատրմա։ Դոգ, ասեք ինքը ուզում ա որ ինչ-որ ներքաշի ինձ կոնֆլիկտի մեջ, ես դնեմ իանը տամ, ինքն դեյան լավ զգայ մարդ ունեցի ագարկեն։ Հələ մեկն ասի աղջիկ չան։ Գնացի մտել ես Կարմիր Լուսին Թուրքիայի հողի վրա, դրանց հայ ես խլեշում, հայ ես խլե։ Ով ես դու այ պուտան կա։ Մոսկվայա գնամ ես իմում հետևից, ես իմ անցանք։ Ասում բանը, դոգը պեդոֆիլ չաղջիկ ջան, դոգը նեկրոֆիլ է։ Դոգը դիակելա կողը։ Ես քո դիագն եմ կողելու։ Դոգը ինչ կա չկա կողամա։ Նեկրոֆիլա, զոոֆիլա, պեդոֆիլա, բանա, նեֆտոֆիլա, օվկիանոսաֆիլա, ջրաֆիլա, ինչ կա շարժվամատար, հոսանքաֆիլա, բանը տենեմ եմ հոսանքի ծակը։ Ատել եմ եմ սեքսանը։ Դոգն ամեն ինչ ա։ Շարունակի։ Սրա հետ եմ սեքսանը։ Էդի թոսաղ իմանա, դոգը օթի հետ էլա դոգ, օթոֆիլ էլա դոգը, պրծանք, անցանք առոջ, նման ագարդկի ծանունդի բան վիդյոներ ինձ մի ուղարկեք, ու մեկը միշտ իմացեք, որ դոգը ամեն ինչա ֆիլ է, ծանր տեխնիկ, զին տեխնիկայից բրնազ, դոգը շինմա, մինչև հող, ջուր, օդ, թթվածին, կուզնեչիկ, օծ, մողես, ցեց էլ եմ բռնում շինեմ, ցեցը տպրտամա, ես շինում եմ, սո, բրծանք, անցանք առոջ, ունիվերսալ, ուրեմն, սա դրա վերաբերյալ, ուղղակի որպես նախաբան, իմ անցնենք առոջ, Քիչ առաջ մեզ զանգահարեց նորին սուրբոսություն Բագրատ Սրբազանը։ Ես հարցրեցի, ասեցի հարգարժան Սրբազան, դուք դեմ չեք լինի, եթե հուսով եմ դեմ չես լինի, դուքով, ես կուլտուրական մարդ եմ։ Ասի դուք դեմ չեք լինի, չէ, եթե ես հայտարարեմ, որ դուք ինձ զանգել եք։ Ասեց ոչ, դրամ էլ հայտարարում եմ։ Զանգարեց Բագրատ Սրբազանը եւ բանը Վարդան Ղուկասյանին, ու այսինքն ինձ եւ իմ կուրսակցությանը հրավիրեց վաղը ժամը 11-ին կայանալիք կուրսակցությունների հավաքին, որը տեղի է ունենալու անի գրանտ մի րոպե։ Ես գիտեի գոյություն ունի անի պլազա։ Ինչ էր տանտերի անունը հյուրանոցի։ Անի Grand Hotel, չգիտեմ որտեղ է գտնվում, եկը ճշտեն, Անի Grand Hotel։ Ես ընդունում եմ Բագրատ Սրբազանի հրավերը, օքեյ, մենք գանք Անի Grand Hotel լսելու ինչա ասում Բագրատ Սրբազանը։ Բնականաբար երկու բառով ասեմ շատ կարճ, որ ես իմ դժգոհությունն եմ հայտնել միտինգի այս ցույցերի ընթացքի վերաբերյալ։ Բնականաբար շարունակում եմ իմ դժգոհությունը հայտնել ցույցերի, միտինգների ընթացքի վերաբերյալ։ Շարունակում եմ։ Դե չի նշանակում, որ ես մեղմել եմ իմ մոտեցումը։ Եվ չգիտեմ ինչա նախագծել ընկեր Սրբազանը, բայց մի բան ակնհայտ է, որ process-ը ընթանում է не в пользу народа։ Եվ ես հորդորել եմ Բագրատ Սրբազանին արագացնել process-ը, որովհետև Հայաստանի Հանրապետությունում չկա ինձնից առավել շահագրգռված մարդ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերջակետը դնելու։ Երդվում եմ չկա։ Ես գիտեմ խի։ Կգա մի օր Կգա մի ժամանակ, ես կբացեմ խաղաքարտերը և կասեմ ինչի է ես չափից դուրս շահագրգռված։
այս իշխանության հերացումով, դա էլ կասեմ։ Ինչ կա ուրիշ այդ խոսակցությունից հրապարակման ենթակա, մտածում եմ դա հետ կապված, դժգոհության մասով արտահայտեցի մասելիքը, պրոցեսի դանդաղ գնալու մասին իմ դժգոհությունը արտահայտեցի, դա իմ թույլ կողմն է, երբ որ ես մի բան մտածում եմ, պիտի ես դրա մասին խոսամ։ Ես խնդրել եմ, ես կուլտուրական մարդ եմ, Բագրատ Սրբազանին պրոցեսը մաքսիմալ արագացնել, եթե տրամադրված են Նիկոլ Փաշինյանի հեռացնելուն։ Վաղը իմ կուսակցությունը ներկա կգտնվի, կհասկանանք ինչա ուզում Բագրատ Սրբազանը անի։ Սա այտենց, հիմա անցնենք առաջ։ Ես ասել եմ եւ մնում այդ ուժի մեջ ամսի 25-ը, դա էլ ասեմ ձեզ, որ ինքը երևույթը ընթանում է շատ դանդաղ։ Այսօր, երբ որ ես խոսեցի գյուղերի մասին, այն եկեղեցու, Ազատություն ռադիոկայան, եթե չեմ սխալվում, մալադեց, բավականին օբյեկտիվ եւ օպերատիվ կերպով մեկնեցին դեպքի վայր։ Եվ ցույց տվեցին Telegram կանալում նյութը դրածա, եւ ցույց տվեցին եկեղեցին եւ եկեղեցուց ներքև գնացող այդ փշալարը եւ սահմանը։ Նիկոլը որ ասում է, բավականին հեռու է սահմանը եկեղեցուց։ Եկեղեցու վերև շռմես, հասնում է ուղիղ այդ սպիտակ ցիցերին։ Հիմա ես ուզում եմ կապված այդ բանը փշալարերը, իմ ուշադրությունը գրավեց փշալարերը։ Նիկոլ Փաշինյան կոչված երևույթին եւ այդ փշալար քաշողին։ Ես ուզում եմ ասեմ, միա թող հլնեն, նստեն սամալոտ կամ մեկնումեկին խնդրեն, այսքան շարմենշեղ գնացող կա։ Մի հատ գնան կանգնեն Եգիպտոսի եւ Իսրայելի սահմանի վրա եւ տենան փշալարերը ոնց են ըլլամ։ Եթե գոնե փշալար է քաշում, գոնե փշալարը քաշելու ձև ունի։ Այսինքն այդտեղ եք անորակ։ Ինչ ձև կարողանում եք կառավարել Երևան քաղաքը, որ ջրի կեղտի զիբիլի մեջ անձև գալիս մնում եք ամեն չտակ, նույն ձևել դուք պահում եք պետական սահմանը։ Այդ փշալարերը շուտ թե ուշ քանդվելու են եւ շպրտվելու են մի կողմ, որովհետեւ շուտ թե ուշ պատերազմը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ անխուսափելի է, ասել եմ ու նորից կասեմ։ Ես պատերազմի ձգտող չեմ, բայց ես գիտեմ, որ պատերազմ լինելու է։ Եվ ամեն մի օրը, ամեն մի ժամը Նիկոլ Փաշինյանի աթոռի վրա մնալը, սիրելի ժողովուրդ եւ պարոն Բագրատ Սրբազան, աշխատում է ի վնաս Հայաստանի Հանրապետության պետականության։ Ամեն մի օրը, ամեն մի ժամը։ Ես չգիտեմ, խիչ չեմ տեսում այլևս Շիրակի թեմի առաջնորդին, ես կուզենայի այդ մարդու ակտիվությունն էլ տեսնեի, չկա չերևում։ Ես չհասցրեցի քննադատի որոշակի հարցերով մեր հեռախոսազրույցի մեջ որոշակի թեմաներ, բայց քանի որ մնացած թեմաները մնում են կոնֆիդենցիալ, թող դեռ մնա կոնֆիդենցիալ։ Ուրեմն մի հատ կարճ անդրադարձ եւ նորից մենք հետ վերադառնանք մեր երկրի բնվիճակին։ Այսօր Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը կիսվել է ինֆորմացիոն մի լրատվական բանով, տեղեկատվությամբ, որտեղ ցույց են տալի, ինչպիսի համեղ ուտելիքներ կարելի է պատրաստել զինվորին տրամադրվող զինվորական տուշոնկից։ Ես շատ շոյված եմ, որ Պաշտպանության նախարարությունը արձագանքամ տուշոնկի որակին, մենք դրան անդրադարձել էինք ապրիլի 10-ին, մի ամիս հետո,
Ես չգիտեմ այդ ինչ տուշոնկեք էին իրանք բերել շեֆ խոհարարներով դրել էին եւ ցույց էին տալի թե տեսեք ինչ կարելի է պատրաստել ինչպիսի համեղ ուտեստներ կարելի է պատրաստել այս տուշոնկեքից ուզում եմ փոխանցեմ որ մեր զինվորների 10-ից 10-ը չի տիրապետում խոհարարական արվեստին Սուրեն Պապիկյան Եվ քո կազմակերպած տուշոնկեքի շոուն, որ դու բերել ես, դրել ես, բայց ինչ համով է, իրային եւ չգիտեմ, սննդի բաներին, պետերին էլ եկալ է լցել են ընդ, ինչ որ sense բանը պրոբ են անում։ Այդ բանը պրոբը եթե պիտի աներ, դու աներ այն տուշոնկեքից, որ պրոբ արեցին լրագրողները, հասարակական, քաղաքական եւ սովորական անձինք Եվ այդպես էլ քո զինվորին տրամադրվող տուշոնկից պրոբ չարեց շունը, տուշոնկից չէ, տուշոնկեքից։ Ես հիմա չգիտեմ այդ ինչ նոր արտադրող է, դա հին արտադրողն է, թե դա նոր արտադրողն է տուշոնկի, որովհետև կարող է փոխել եք արտադրողին, ես չեմ հասցրել խորանալ, որ տեսեք ինչ համեղ տուշոնկեք են։ Զինվորը դա պիտի բացի եւ ուտի, զինվորը դա չի կարա բացի, նստի բան սարքի, քյալամ կտրտի լցի վերեն Պերեց, բիբար, համեմունքներ, դա մարտական դիրք է, դա ռեստորան չի։ Եվ այդ մարտական դիրքը ձեր հնարավորությունները ցամաքի վրա չունի մարտական դիրքի զինվորը եւ չի տիրապետում խոհարարական արվեստին։ Զինվորը պիտի բացի, քթալխապի մեջ ուտի։ Եվ դա պիտի լինի ուտելուն պիտանի։ Ոչ թե մի հատ էսի լցենք, մի հատ բիբար, մի հատ կանանչ սոխ, պետրուշկա, կինզա, չգիտեմ, ձետ, բադրջան, ձու ջարդենք վրեն, վայ, համեղ բան ստացվավ։ Դա մարտական դիրք է, թե օջախ ռեստորանն է։ Այդ տավարի ցավ։ Որ հավքել ես մի հատ բան լուսաբանում ես, տեսեք ինչպիսի համեղ տուշոնկեք են։ Համեղ տուշոնկը է, բա գայրուտ է իր, բոզի տղա։ Ովքեր այդ ռեպորտաժը չեն տեսել, դրված է մեջի վրա։ Մյուս հետաքրքիր նորությունը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պահանջում է Նիկոլի հրաժարականը։ Արթուր Դավթյանը հիմա, ասիկան մի տարի հետո կարող է նույն ձև Նիկոլի հրաժարականը գործից դուրս գալուց հետո պահանջի Վահե Ղազարյանը, Աննա Վարդապետյանը։ Արթուր Դավթյան 6 տարի գլխավոր դատախազ է իր։ Որից 18, 19, 20, եթե չեմ սխալվում 21, եւ եթե չեմ նաեւ 22, դու Նիկոլի գլխավոր դատախազն ես, բա կներ կալանավոր ես, տղա ջան։ Այդքան հաղորդում տվին, այդքան բանարին, այդ դահոլչի գյոտ։ Հիմա հելել ես, ասում ես ես պահանջում եմ բանը Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Վաղն էլ բանը կպահանջի Ալեն Սիմոնյանը, Արգիշ Քարամյանը, Վահե Ղազարյանը, դες հետ աշխատեք, հարստացեք, հետո հելեք բան պահանջեք, հրաժարական։ Գանդոն։ Նորից վերադառնում ենք Բագրատ Սրբազանին։ Բագրատ Սրբազան։ Impeachment-ի խնդիրը, հարցը, օրակարգը, մոռացեք։ Impeachment-ը մոռացեք։ Նիկոլ Փաշինյանին սիկտիր անելու գոյություն ունի, նորից եմ կրկնում, երկու տարբերակ։ Նորից, ինչպես դուք եք գնացել այսօր բժիշկների մոտ դասախոսություն կարդացել, ու ես ոչ մի կերպ չհասկացա, թե դասախոսությունը ոնց են թույլ տվել, նախետի չհասկացա, որովհետև ընդամենը 2 օր առաջ այն Յոլյանի Արունաբանական ինստիտուտի տնօրենին հեռացնում են Ընկեր Բագրատ Սրբազանի հետ փաթաթվելու համար, 2 օր հետո բժիշկներին ասում են ձեր գործը թողեք, գնացեք դասախոսություն լսելու։ Բվայոց չուզեսա։ Հիմա ես եմ ուզում կարդամ դասախոսություն Բագրատ Սրբազանի համար։ Impeachment-ի խնդիրը մոռացեք։ Դա անհնարին բան է, Բագրատ Սրբազան։ Նախ շատ ցավալի է, որ Հայաստանի Հանրապետությունում շարժումը ղեկավարում են հոգևորականները, բայց եթե հոգևորականներ, ուրեմն հոգևորականներ, մեկ նշանակում է պարլամենտական ընդդիմություն չունենք։ Ես ուզում եմ կազմակերպեմ դասախոսություն շատ կարճ։ Բագրատ Սրբազանի համար իրավաբանություն, սահմանադրական իրավունք առարկայից, բայց այդ դասախոսությունը չեմ կարդա ես։ Այդ դասախոսությունը կփորձենք, որպեսզի կարդա իրավաբանական գիտությունների դոցենտ Գևորգ Պետրոսյանը, տենակ հնարավոր է։
Սաղտեղ Բագրասր Փազաննա դասախոսություն կարդան, հանրային դատից էլ դասախոսություն կարդան Բագրասր Փազանի համար։ Իսկ թվում է տեղ վատ բան չկա։ Նաև կբարձրացնենք մեր քաղաքացիների իրավագիտակցությունը։ Տենակ ես մարդն ուր ակ խոսա։ Ես մարդն իմ ձեռն գեքակ։ Բարև ձեզ, պարոն Պետրոսյան։ Բարև ձեզ, պարոն։ Ես էլի խանգարեցի ձեզ, հիմա կասեք ես մարդու ձեռը քակտանք։ Չէ, եթե մի բան արվում է հանուն հայրենիքի, անկախ նրանից քնած ես քերաշտում, պետք է հաղորդակից։ Ես որոշել եմ, քանի որ Բագրասր Փազանը այսօր դասախոսություններ կարդում ԵՊՀ-ում եւ բժիշկների համար, ու թեման բնականաբար կապ չունի բժշկության հետ, ես որոշել եմ, որ ձեզ խնդրեմ դուք էլ մի փոքր իրավական գծով դասախոսություն կարդաք կարճ Բագրասր Փազանի եւ բոլորի համար կապված impeachment-ի թեմայի հետ, որքանով եք հավանական համարում եւ պրոցեսուալ impeachment-ի պրոցեսը Հայաստանի գոյություն չունեցող ազգային ժողովում։ Խնդրեմ։ Շնորհակալ եմ զանգի համար։ Եթե զուտ իրավական վերլուծություն, իրավաբանական Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 115-րդ հոդվածի համաձայն ասում է impeachment-ի գործընթացը կարող են նախաձեռնել 36 պատգամավորի, այսինքն ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի 1/3-ը, որը գալիս է 36 հոգու, 36 հոգու նախաձեռնությամբ։ 36 հոգի այսօր ընդդիմությունը չի կարող ապահովել։ Հենց միայն նրա համար, որ այդ ընդդիմության խմբակցության անդամներից մեկը Իշխան Զաքարյանը վաղուց արդեն լքել է այդ խմբակցությունը։ Բայց ցավալին այն է, որ այսօր այդ ընդդիմության ներկայացուցիչները գնում են մարզեր, գնում են իրենց ծննդավայր, Գեգամ Նազարյան։ Գեգամ Նազարյանի զոհվածի հորը։ Ես խոնարհվում եմ բոլոր զոհվածների հիշատակի առաջ, իրենց արածի առաջ, պարոն Ղուկասյան։ Բայց այսօր երբ որ զոհվածի հայրը գնում է եւ ընդդիմանում է լրագրողի գործողություններին, մասնագիտական օրինական գործունեությանը թույլ տալով քրեական օրենսգրքի 237 հոդվածով նախատեսված հանցանքը։ Բայց այդ Նիկո, հետաքրքիր է ինչին էր ինքը ընդդիմանում, ինչ էր ինքը անի Գևորգյանին, մեր շատ հարգելի սիրված հայրենասեր լրագրողի, ինչի համար էր ընդդիմանում։ Այդ հիստերիայի պատճառը ո՞րն է։ Հիմա դուք որպես խելացի մարդ, գրագետ մարդ հավանական համարում եք, որ այդ բանը Նազարյանը, Գեգամ Նազարյանը կողմ արտահայտվելու impeachment-ի գործընթացին։ Ու ոչ միայն 36 բան պահանջվում է ընդհանրապես պրոցեսը հարուցելու համար, այլև պահանջվում է որոշումը կայացնելու համար 54 ձայն համաձայն Սահմանադրության հետ նշած հոդվածի։ Իսկ դուք հավանական համարում եք ողջամտորեն Ոչ 18 հոգի կառավարող խմբակցությունից կանցնեն ընդդիմության կողմը։ Ես այս պահի դրությամբ հավանական չեմ համարում։ Եվ օգտվելով ձեր եթերով ընձեռված հնարավորությունից, եթե իհարկե դեմ չեք դուք, ես պարտավոր եմ հարցնել, ուզում եմ Բագրատ Փազանի գործողությունների արդյունավետության մասին մի քանի տակ։ Իհարկե, ես կարամ դեմ լինեմ։ Դե հաղորդումը ձերն է։ Չէ, խնդրեմ։ Պարկեշտությունը պահանջում է հայցել ձեր համաձայնությունը։ Մենք կուլտուրական մարդ ենք։ Ես մի քանի հրապարակային ելույթներով արտահայտել եմ իմ կարծիքը, ողջունել եմ Բագրատ Փազանի նախաձեռնությունը, շարժումը, եւ նաեւ այսօր էլ գրառում եմ արել, ելույթ եմ ունեցել, որ ամոթալի ընդդիմության համար, երբ որ ընդդիմադի շարժումը խորհրդարանական ընդդիմությունը մի կողմ թողած ղեկավարումը հոգևորականը։ Իհարկե սա ինչ-որ իմաստով հոգևորի չէ, ինչ-որ իմաստով ուրախալի է, որտեղ Սահմանադրության 18-րդ հոդվածն ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է հայ առաքելական սուրբ եկեղեցու բացառիկ առաքելությունը հայապահպանման գործում։ Բայց այդ առաքելությունը ամենից առաջ ընդդիմադիր խմբակցության գործունեություն։ Այո։ Եվ ամոթ ընդդիմությանը, որ այսօր իրենք չգիտեմ ինչերով զբաղված, ես բոլորի մասին չեմ ասում, մետեղ կան շատ իսկապես անկեղծ եմ ասում, պարոն Ղուկասյան, կան սրտացավ մարդիկ, սրտացավ պատգամավորներ,
Բայց այսօր ընդդիմության գործը ստանձնել է հոգևորական։ Հիմա շնորհակալ եմ Բագրատ Սրբազանին այդ առաքելությունը ստանձնելու, այդ գերպատասխանատու գործունեությունը ստանձնելու համար։ Բայց գիտեք, ամեն ինչ ունի իր սկիզբը եւ ավարտը եւ շատ ժամանակ, շատ դեպքերում ավարտը պետք է մոտ լինի սկզբին։ Այսօր ինքը, տեսեք, ես չեմ ուզում ջուր ցանել Նիկոլ Փաշինի ջրաղացի, բայց այսօր ավելի շատ ջուր ցանում են այն մարդիկ, ովքեր ձեզ, ինձ, մյուսներին քննադատում են, թե եք ընդդիմությանը քննադատում։ Բայց ինչ անենք, երբ մենք որ ընդդիմությանը քննադատում ենք ազնիվ նկատառումներով, մենք ավելի շատ ենք շահագրգռված մեր պետության ապարայով, քան այն ընդդիմադիրները, ովքեր լեզուները կողած քամակները կներեք այդ արտադրությունից համար, այսօր լռում են, ձեն չեն անում։ Հələ մի բան է, առիթը բաց չեն թողնում հաճանալու։ Պարոն Պետրոսյան ջան, Իշխան Զաքարյանը եւ падգամավոր Արմեն Գևորգյանը Ռոբերտ Քոչարյանի գոլֆրենդը մի տարուց ավել է այդ մարդիկ ազգային ժողովի նիստերին չեն մասնակցում, դրանք տրիբունային մոտիկ չեն գնացել։ Տարոն Մարգարյանն ընտրվելու պայից մինչև այսօր տրիբունայի միկրոֆոնը չգիտի են կոմայի թեմ թե են կոմ։ Ինչ падգամավոր։ Գոնե Տարոն Մարգարյանը նիստերին մասնակցում է, բայց ձեր նշած երկուսը առաջին երկուսը նիստերին անգամ չեն մասնակցում։ Ու ես զարմանում եմ, եթե իրանք իսկապես ընդդիմադիր գործիչ են, ապա ոչ չեն դադարեցնում իրենց падգամավորական լիազորությունները, որովհետև ազգային ժողովի կանոնական սահմանադրական օրենքի համաձայն, եթե նստաշրջանի կեսից ավելին անհարգելի պատճառով բացակայում է, ուրեմն դա հիմք է падգամավորի լիազորությունները սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա դադարեցնելու համար։ Ես չեմ հասկանում եք, պարոն Ղուկասյան, այստեղ խնդիրը էսա, նորից եմ ասում, ես ողջունում եմ Բագրատ Սրբազանի նախաձեռնած շարժումը, շնորհակալ եմ իրան, որպես հոգևորական, որտեղ իսկապես ինքը ցույց է տալիս, որ շահագրգիռ է, բայց քայլեր կան, որոնք պետք է մտածված լինեն, պետք է նպաստավոր լինեն, պետք է արագ լուծում տան։ Այսօր մեկ օր ավել Նիկոլ Փաշինի իշխանությունը մեկ օր առաջ կործանում է Հայաստանը։ Այ ասածն էլ է այդ։ Գնալ համալսանում լեկցիա կարգալ։ Չէ՞ որ մենք Սրբազանի, Բագրատ Սրբազանի մենք այսպես ասած բարեհաճորեն ընդունեցինք, մտածելով որ ինքը շատ արագ պետք է լուծում տա։ Հիմա տեսեք, համալսարանը բազմաֆունկցիոնալ բուհ է, ուսումնական հաստատություն է։ Հիմա օրինակ ես եթե ինչ լսեի Բագրատ Սրբազանի բացատրի անմեղության կանխավարկածը, թե ասենք բանը աշխատանքային վեճերով գործերի լուծման առանձնահատկություն։ Նա ինչ պետք է ինձ բացատրի։ Որ մասնագիտության գծով։ Դրա համար ես իհարկե եմ ասում, շնորհակալ եմ, մանավանդ հարգեցի իր պահվածքը, որ զանգ է ուղղել ձեզ, այսինքն ինքը ականջալուր է եղել ձեր ելույթների, եւ փաստորեն ինքը կարևորում է ձեր ելույթների անհրաժեշտությունը, պահանջարկը, բայց ես խնդրում եմ, առաջարկում եմ, հորդորում եմ, իրավունք չունեմ պահանջել։ Ես սովորական քաղաքացի եմ, ինքը Սրբազան, ես իրանից չեմ կարող պահանջել, բայց իրավունք ունեմ ողջամտորեն ակնկալել, որ ինքը այսուհետ պետք է ավելի ռադիկալ եւ իրական գործողություն իրականացնի։ Թե չէ գնալ լեկցիա կարգալ, ես նույնն էլ ասեցի, որ ես սպիտակ ձեռնոցներով հեղափոխություն չեմ հիշում, եթե կա պատմության մեջ նման հեղափոխություն, որ տեղի է ունեցել առանց ռադիկալ գործողությունների, խնդրում եմ ինձ ցույց տվեք։ Ես ուզում եմ տերամ։ Մի բան ասեմ, պարոն Ղուկասյան, որպես իրավաբան, ես միշտ այդպես եմ գործում, ինձ ասում են դու շատ ես իրավաբանությունից խոսում, բայց ես իրավաբան եմ, հոտ տորմա փաթաթելուց չեմ խոսալու։ Տեսեք, անմեղության կանխավարկածը հարգելով, ես առայժմ այն կարծիքին եմ, անմեղության կանխավարկածը հարգելով, առայժմ այն կարծիքին եմ, որ Բագրատ Սրբազանի գործողությունները իսկապես ի նպաստ Հայաստանի են, բայց այդ գործողությունները պետք է լինեն տեսանելի, գնահատելի, չափելի։ Այսօր ժողովուրդը ես ման եմ գալի հրապարակում, բոլոր ցույցերին մասնակցել եմ ես։ Ես չեմ սիրում Երևան գնալ Բագրատ Սրբազանի կողքը որոշ մարդկանց նման տաններ սեփական ոչնչությունը Սրբազանով քողարկելու նպատակով։ Ես ման եմ գալի, հելնում եմ ժողովրդի մեջ, շոշափում եմ տրամադրությունները։ Եվ շնորհակալ եմ այս ընձեռած հնարավորության համար ձեզ, որ հիմա դուք ընձեռել եք ինձ, որ ես արտահայտեմ իմ կարծիքը, որ մարդիկ դժգոհում են, ասում են լավ,
մենք այսպես բաներ շատ ենք լսել։ Ինչ դասախոսություն, ինչ բան կոնկրետ եկել ենք քայլ անելու։ Ինչ ենք անում մենք։ Ես Բագրատ Սրբազանին խնդրում եմ, շնորհակալ եմ իր առաքելության համար, շնորհակալ եմ ձեզ իմ ձայնը հնչեցնելու համար, խնդրում եմ կոնկրետ գործողություններ։ Սա ոչ բռնությամբ, ոչ այուն թափելու բանը, հորդորա որևէ նման բան չկա, կոնկրետ գործողություններ։ Իսկ ինքը, եթե ստանձնել է այդ պատասխանատվությունը, ուրեմն պետք է բարի լիներ, նաև կանխատեսել, մշակել այն պլանը, այն գործողությունների պլանը, որը ինքը պետք է իրականացնել, ընդ որում տեսեք մենք շատ ժամանակ չունենք, պարոն Ղուկասյան։ Մենք ամեն օր գնում ենք երկիրը կորցնելու ճանապարհով։ Ինչքան Բագրատ Սրբազանը հապաղեց, այդ լեկցիաների, այդ չգիտեմ ինչ է։ Այո։ Հայաստանյա։ Ճիշտ է, Այո։ բարիա, ես անմեղության խավարկածից ելնելով չեմ ուզում վիճարկել իր ցանկությունների ազնվությունը, բայց պարտավոր եմ որպես քաղաքացի իմ կարծիքը հայտնել, պարտավոր եմ, ոչ թե իրավունք ունեմ, այլ պարտավոր եմ ասել, որ հարգելի պարոն Բագրատ Սրբազան, չգիտեմ ոնց են դիմում Սրբազանին, պարոնով, չգիտեմ։ Ինքը ինձ ասեց առանց պարոն։ Ասի ես կուլտուրական մարդ եմ։ Հա, չէ, այդ չի կարևոր։ Կարևորը որ խնդրում եմ Սրբազանին, ինքը եթե իսկապես ազնվաբար ստանձնել է Հայաստանի փրկության գործը, իսկ սա Հայաստանի փրկության գործ է, պարոն Ղուկասյան։ Սա ոչ թե ինչ-որ մարզի, ես նախ այդ շարժումը կանվանեի ոչ թե Տավուշը հանուն Հայաստանի, այլ եկեղեցին հանուն Հայաստանի։ Որովհետև մենք գիտենք, որ այս հարցում շահագրգիռ են նաև մեր մարզերի այլ եկեղեցական առաջնորդներ։ Հանձինը Շիրակի թեմին։ Այդ թվում եւ Աջապահյանը ում ես հարգում եմ։ Ես Սա ոչ թե մարզը հանուն Հայաստանի, սա պետք է այս շարժումը վերանվանել եկեղեցին հանուն Հայաստանի։ Ես պատրաստ եմ իմ բոլոր ունակություններով, մասնագիտական կարողություններով մասնակցել, աջակցել, բայց մենակ այն կանխաբարկածով, որ այս շարժումը իսկապես ուղղված է Հայաստանի Հանրապետության հայ ժողովրդի փրկությանը։ Եվ ոչ թե ինչ-որ ձևական մեյմունություններ, գիտեք ինչ, դուք շատ ճիշտ նկատեցիք, շատ ճիշտ նկատառում արտահայտեցիք, որ ընդդիմությունը պետք է անել այս ամեն ինչը։ Եվ սա անում է փաստորեն եկեղեցին։ Ուրեմն ինչա մնացել վերջին հույսը հայ ժողովրդի։ Տեսեք, այսօր ոչ մի ընդդիմադիր քաղաքական ուժ չկարողացավ 2018 թվականից մինչ այսօր հրապարակում հանրապետության այդքան մարդ կենտրոնացնել, այդքան մարդկային Հավանով ինձ են ասեմ, բա ուր են քո 23,000 ընտրողը, բա մեկը չասեմ, բոզի տղա, բա ուր են 250,000 Քոչարյանին են ձեն տվել, 150,000 Սերժին են ձեն տվել 2021 թվին, պատրաստ ընտրողներն ուր են։ Ես փաստում եմ, բոլորն էլ լսում են, ես կյանքում չեմ կեղծել ինձ, ձեր կուսակցության ներկայացուցիչները ներկային եղել, ակտիվորեն մասնակցել են, դրա համար շնորհակալություն ձեզ, որ դուք դրսից կարողանում եք այդքան ուժեղ կենտրոնացնել, այդքան մարդկային կապիտալ կենտրոնացնել, կարծիք ձևավորել, հայեցակարգ ձևավորել, հուշել, ու ես մնում եմ իմ այն կարծիքին, որ Բագրատ Սրբազանը այսօր որ վայելում է իսկապես ժողովրդի մեծամասնության վստահությունը, ինքը պետք է արագացնի իր քայլերը։ Ամեն օր ուշացումը ի վնաս Հայաստանի։ Այո։ Ամեն օր ուշացումը ի վնաս իրեն հավատացող մարդկանց քանակի է, որովհետև այո, մայիսի 9-ին պետք էր ավարտ դնել, բայց ոչինչ, որ չդրվեց։ Գուցե դա է ճշմարիտ, այդպիսի խոսք կա, բայց գոնե հույս ունենանք, որ Բագրատ Սրբազանը կասի ավելի ռադիկալ, իրական, իրատեսական գործողությունների, ես գիտեմ, որ դուք եք պատրաստ աջակցել այդ դեպքում, ես ինքս էլ իմ անունից հայտնում եմ իմ պատրաստակամությունը, իմ բոլոր հնարավորություններով աջակցել, որովհետև նորից եմ ասում, Նիկոլ Փաշինի մեկ օր ավել իշխանության մնալը, սա նշանակում է մեկ օր առաջ Հայաստանը տանել։ Դե, շնորհակալություն ձեզ, պարոն Պետրոսյան։ Շնորհակալություն։ Ես հուսամ Բագրատ Սրբազանը ոչ թե հուսամ որն է, գիտեմ որ հետևում են, լսեց։ Եվ հիմա ես եմ ուզում իմ ասելիքն ասեմ։
Պարոն բարը չկա։ Բագրատ Սրբազան։ Ուրեմն ձեզ մնացել է կրակելու մեկ փամփուշտ։ Վերջին փամփուշտը։ Ես էդի ասեցի նաև երեք, նորից եմ կրկնում։ Մնացել է մեկ փամփուշտ։ Ամեն մի օրը աշխատում է ի վնաս Հայաստանի Հանրապետության։ Ամեն մի օրը։ Impeachment-ի թեման մոռանում եք, չկա դες բան, անցանք առաջ։ Սա արդեն իմ պահանջն է, որովհետև դրանով սկսվելու է եւս երկարատև process։ Ով եկավ ասեց, գնում ենք impeachment-ով, ֆրամ ասում ես, հանուն հոր եւ որդվո եւ հոգույն սրբո, եկնային գրասենյակը ծծցնի նավարիտ, ասում ու ճամփոյս դնում է թեմա։ Երկու տարբերակ։ Առաջինը, որտեղ թարախ, այնտեղ դանակ, այսինքն դա վիրաբույժների լոզունգն է, ռադիկալ գործողություն, երկրորդը մինի ռադիկալ, այսինքն էնդոսկոպիկ վիրահատություն, այն քակելը որ կողմ են մեջը, սենց բան են հերացնում, լեղապարկ։ Դա ստիպել ընդդիմությանը մանդատները վայր դնելն է։ Երրորդ տարբերակ, երևի պիտի արդեն զանգենք, խնդրենք, աղաչենք։ Եկնային գրասենյակի անձնակազմը արձակուրդից հետ եկել է, Քրիստիկ։ Երբ է հետ գալու։ Այսինքն վերևում մարդ չկա, ոչ գափո, ոչ մեկ, լրիվ գնացել են Մայամի, մնացել ես մենակ դու, աղոթեն, չաղոթեն, էտե նամակ մուտք չիլեմ, չէ։ Այսինքն աղոթեք, չաղոթեք, ինչ ուզում եք արեք, եկնային գրասենյակ փագա, ասում է հրեշտակնի, աստվածնի, սա հավքվեք գնացել են Մայամի, թքած ունեն ամեն ինչի վերև, պրծով, վերև փագա, կապիտալնի ռեմոնտ, Բագրատ Սրբազան։ Այսինքն կա երկու, որտև ես ասի, որ վեկալ ենք, զանգենք, խտրենք, աղաչենք, ինֆակտ մի կարդա, կա թե չկա, որ գա Նիկոլին քտնի, ասում է, չկա, մարդ չկա։ Այդ երկու տարբերակն է։ Այդ ձեր դասախոսություններ, լեկցիաներ, մտավորականներ, արվեստագետներ, նկարիչներ, սեքսապաթոլոգներ եւ այլն, այդ բոլոր մասնագիտությունների հետ, եթե դուք սկսեք հանդիպել, սաղի հետ հատ, այսօր չգիտեմ նկարիչներ, վաղը քանդակագործներ, մյուս օրը գրողներ, այսօր բժիշկներ եւ այլն, չգիտեմ 300, այսինքն մինչեւ այս տարվա վերջ դուք դες պիտի հանդիպումներով գնաք։ Վաղներ, զինվորականներ, չգիտեմ, թոշակի գնացած օֆիցերներ, այն մյուս օրը ինժեներներ, այն մյուս օրը լաբորանտներ, այն մյուս օրը շինարարներ, այն մյուս օրը մարմնավաճառներ, որովհետև դրանք էլ են, չէ՞, բավականին լուրջ քանակ է մարմնավաճառները։ Հետո չգիտեմ, բանը սեռական փոքրամասնությունների համայնք, ու թե շարունակ։ Ինգեր թուրքը գա կասնի Սյունիք։ Դուք ձեր գործողությունները պետք է արագացնեք եւ դուրս գալ դիմել կոչով բոլորին սելի ժողովուրդ այսօրը այս ժամին եկեք հավաքվում ենք վերջակետը դնելու այս իշխանությունների այս ժամանակ Վարդան Ղուկասյանն էլ կգա իր ժողովրդով Պողոս, Պետրոս, Մարտիրոս բոլորն կգան այսպես այլևս ձեր ես շատ ուրախ եմ որ սիրում եք դասախոսություն կարդալ Նիկոլ Փաշինյանին բիզիմ դիրանելուց հետո եղբայր ինչքան ուզում եք որ բուհն ուզում եք որ հիմնարկն ուզում եք չգիտեմ որ մասնագիտական կառույցը ուզում եք գնացեք մտեք ձեր դասախոսությունը կարդացեք հարց չկա հասկանում եք Բագրատ Սրբազան Ես ուզում եմ երկիրը ռոպեմ շուտ սրանցից պրծցնեմ։ Ձեզ խանգարելու է պարզ ասեմ, ձեր գործողություններին խանգարելու է պարլամենտական ընդդիմությունը։ Տարբեր մարդիկ այդ պարլամենտական ընդդիմությունից գալու են տարբեր ձևով փորձեն շեղել։ Այսօր եկեք գնանք մանկավարժների մոտ, վաղը չգիտեմ էս արեք։ Ձեզ անընդհատ շեղելու են, եթե դուք դրա առիթը տաք։
մի դարե գործիք պարլամենտական ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանի հեռանալը չի ուզում։ Համենայն դեպս, եթե 36 պատգամավոր կա, 36-ից 30-ը կակ մինիմում չի ուզում։ Ինքը լրիվ իր համար իր կոմֆորտ զոնայում շատ լավ ապրում է։ Այդ մեկը ֆրա դրանց բանտա հարց տալ այդ պարլամենտական ընդդիմության ֆրակցիայի ղեկավարներին։ Ատե նստած ոչ կարում եք օրենք անցկացնեք։ Ինչ օրենք բերում եք, ռուլոն են անեմ, կողմ են ձեր ոռը։ Ոչ կարում եք օրենք չանցկացնենք։ Ինչ օրենք քպն բերում է, տպում, խփում, պեչատ, խփում վրան անցկացնում է։ Դեմ եք, դեմ չեք, ձեռնպայեք, ինչ եք, են որ ասում է, «Нет жизномарце, нет жизномарце, это науки неизвестно», յակ թքած ունեն։ Ոչ մի բան չեք կարում անեք։ Եթե ձեզ թվում է, որ այդ մանդատը ձեզ թույլ է տալի, որ ձեզ չկալանավորեն, ոնց որ մուսկուլնին, էլի սխալվում եք։ Լուբոյ մոմենտ Աննա Վարդապետյանը այդ պոչիկով ձին կարա գամտնի ազգային ժողով, կարթա վլա, պարզ մեծամասնությունը կնոպկեն սխմամած, ձեզ դալուճից վեկալեմ տանում են։ Ես ուզում հասկանամ, ինչն է ձեզ պահում, ամեն մեկը, թե Տարոն Մարգարյանը, թե Սեյրան Մուշեղիչը, թե Մուսկուլնին, ունդեղ բոլոր սաղ են միլիոնատեր եք, սաղըտ, ովը թե նստած եք։ Դուք մնացել եք, դուք այդ կարգի դիշով կայեք, որ մնացել եք այդ 400,000, 500,000 դրամ աշխատավարձի։ Ինչ եք անում, ասում մեր մնալը ստեղ պետք, ինչ եք անում, այդ եմ ուզում հասկանամ, ում քաքն եք ուտեմ, կուլտուրական խոսամ, քֆուր չտամ։ Ոչ կա, ինչ կոճակ սխմում եք, ձեր վրա խորոփած ունեն։ Սեյրան Մուշեղիչ պաշտպանության նախարար մարդ էսել է, ցելի պարադես ընդունե, ցելի զորք բանա կանգնե, քեզ չես տատվե գեներալ գնդապետ Սեյրան Օհանյան։ Какой նիբուց մի հատ խոզածին բոզի տղա քեզ կայնը մասը արա, դու պիտի գնաս մեռնես։ Ու հիմա գիտեք իմ մոտ ինչ տպավորություն է, հիմա եթե եկնային գրասենյակում հրաշք տեղի ունենար, եւ Վազգեն Սարգսյանը Եռաբլուրից հլներ իշներ, մեր ազգի մեջ գտնվելու են Թուրքիայի պոռնիկի նման ագարկի վաստակներ, որ Վազգենին էին հիմա սխալ հանելու։ Դուք ռուսական ագենտ ինքը Գրաչովի հետ նկարվել է, Վազգենը հետ է գալը, ռուսը հետ է գալը։ Այս տիպի հասարակարգը արդեն սերմնավորվել մեր ազգի մեջ, որ անգամ Վազգենին այսօր կգտնվեն Նիկոլացին պոռնիկի ծնունդել, որ կհոշոտեին։ Կանեն Սերոփիչը հլնի գա, նույն կերպ կհարցակվեին կոմունիստ է։ Ռուսների հետ տվյա նույն ձև կհոշոտեին Կանեն Սերոփիչին ես բոզի տղեկը, բայց իմ խեռը կուտեին, եթե դենց հրաշ տեղի հետ ունենար։ Լուբոյն ուզում եմ հարցնամ Վազգենը, որ հիմա սաղանա։ Ինչ կաներ, Նիկոլի մորն էլ կծսներ տեղում, Վայ Ղազարյանի, Աբազի, Աննա Վարդապետյանի, սաղի, բայց ամենադեմից իա աղբոր տուն ու տեղը կծսներ։ Նոր կանցներ ես սրանց, կասել ես ինչ չարիքին բանակ է, այ բոզի տղեք։ Ես բանակ զորամաս սարքի արի դրի, որ դուք զորամասերը վերացեք գոմերի, Ղարաբաղը հանձնեք, էս անեք, են անեք, հիմա էլ հողերն եք հանձնա։ Ու կգտնվեին, մարդիկ ու լիքը, որ կոմենտների մեջ կգրեին, Վազգենը Թուրքի ագենտ է, Վազգենը Ռուսի ագենտ է, սաղցավ, չարիքա, էսա, ենա և ալեն, մեր Նիկոլ, ձեր Նիկոլի մորը ծածացնեմ ձեր հետ միասին։ Հասկանում ես սրբազան։ Վերցրել ես այդ ծանր բեռը, ես ասում եմ, ռադիկալ քայլեր են պետք, հուշկու, քո բառերով, հուշկու։ Հուշկու չի նշանակում դասախոսություն, մադամ միսյե։ Հասկանում ես։ Բարոյահոգեբանական խրատներ և այլն։ Ծսցնել, սա է դասախոսությունը։
Վարդան Ղուկասյանը երբ որ Չարբախում աշխատած ժամանակ ասեցին պիտի գնաք դպրոց երեխաների հետ չգիտեմ դասընթաց վարելու ոստիկանի կերպարը ու Շենգավիթի միլպետը որոշեց պատճեմուտը դա պիտի լինեմ ես ասի ես չեմ կարա երեխաների հետ բանը դասընթաց վարեմ իմ երկրորդ բառը կֆուր է բայց Համենայն դեպս ես հելա գնացի Չարբախի չեմ հիշում որ դպրոցից դասընթաց վարելու եւ ի զարմանս ինձ դպրոցի տնօրենը զանգել էր ասում մենք էլի ենք իան ուզում երեխաները տպավորված են Պարզասեմ քֆուր չի հնչե եւ դասընթացը վերաբերվել է բանակին ես ոստիկանության աշխատող եմ բայց դասընթացը բանակի թեմայով էր ու մինչեւ այսօր ես հիշում եմ երեխաների կլանված լարված հայացքները իմ ամեն մի բառը օդի մեջ որսում էին ճիշտ է քֆուր չկար բայց ինքը կյանքի դասեր Բագրատ Սրբազան Հիմա նույնը դու կարող ես անել առանց քֆուր գիտեմ դու քֆուր չես տա քեզ չի կարելի բայց մարդկանց մեջի եսը արտնասնելով բայց հանրապետության հրապարակում Շատ կարճ 20 րոպեանոց ելույթով եւ դրանից հետո ասեցին ժողովուրդ գնացինք ազգովի բոզի տղեկին ծսնելու վերջացավ առանց չգիտեմ ընդեղի ինչ տոնա հələ մի րոպե այսօր նայել եմ ասում հոգե գալստյան օր կա էս կա այն կա ես ինչ տոներ են ես այդպես բաներից խաբար չեմ Հոգե գալստյան օր։ Ես գիտեմ գյոթի գնալու օր։ Ես գիտեմ բոզի գնալու օր։ Ծանր զինտեխնիկա շինելու օր։ Ես ասել եմ, չէ, ամեն ինչ շինում եմ։ Վերջացրեք։ Մենք վաղը կլինենք ձեր հրավիրած ինչ են ասում դրան հանդիպմանը մեկ պահանջով նաև գնալ կոնկրետ ռադիկալ գործողությունների այնքանով որքանով որ թույլ է տալիս սահմանադրությունը այնքանով որքանով որ թույլ է տալիս սահմանադրությունը դա էլ է հերիք Նիկոլ Փաշինյանի տուն ու տեղը ծծցնելու համար ամբողջ ԿՊ-ով հանդերձ Սա է իմ խնդրանքը պետք չի գնալ ստեղ-ընդեղ դասախոսություններ կարդալու ձեր ամեն մի դասախոսությունը մենք մի տարածք երկրից բնակորցնում ենք ամեն մի դասախոսության արդյունքում եւ այսօր ես ասում եի որ Բոզի տղեկն ասում էին դեմից, հիշում եք 8 գյուղ, հետո դարավ 7, հետո դարավ 4, հետո դարավ 2.5։ Իսկ իրականում եղել է 8։ Բայց ոչ թե գյուղեր, այլ բանը հողին հավասարված գյուղեր, որոնք այլևս գոյություն չունեն, ասում է դատարկ ամայի հողատարածություններ էին, որոնք որ մայիսի 15-ին փոխանցվել են Ադրբեջանին։ Առավոտն եմ ասել, հիմա նորից շատ կարճ պատմականով ասեմ, փոխանցվել է Բաղանիս այրում գյուղի տարածքը, փոխանցվել է Բարխուդարլի գյուղի տարածքը, փոխանցվել է Սոֆուլլու գյուղի տարածքը, փոխանցվել է Աշագի Ասկիպար գյուղի տարածքը, ու իմջորից ինձ ասեցին, որ այս գյուղերից մեկը չեմ հիշում որը, տոլի Բաղանիսը, տոլի Աշագի Ասկիպարը արդեն փոխանցվել է ոչ թե Տաուշի մարզից, այլ Լորու մարզից, դա Լորու մարզի վարչական տարածքն է։ Փոխանցվել է Խեյրիմլի գյուղի հողի տարածքը, Գիզիլ Խանջլի գյուղի տարածքը եւ Բերքաբեր գյուղից 1000 հեկտար։ Բերքաբերի կեսը։ Մինչև աճ ափը։ Որ ասում եմ, այս ինչ գյուղեր են, ասում այդտեղ մարդ չէր ապրում։ Թուրքերը տեղից հեռացել էին, այո, թուրքերը բնակեցված է եղել, բայց դա մերն է եղել։ Թուրքերը գնացել են, ասում է, այդտեղ սաղ անուավիրակ էր, անմարդաբնակ էր։ Ասում եմ, Կուրիլյան կղզիներն էլ են անմարդաբնակ։ Թուրքի անունները, որովհետև ինձ սա, այսինքն այն քարտեզը, որ ընկել է ինձերը, այդտեղ նշված է թուրքի անուններով։ Եվ դա եղել է տարածք, նորից եմ կրկնում։ Այդ գյուղերը, այսօր թվարկեցի, հիմա եղել է դաշտավայր։
Սա հավասարացրել, մաքրել, գմպսրել, հավասարացրել հողին եւ այդ գյուղերի տարածքը տվեցին Ադրբեջանին։ Ասին թե մարդ չի ապրում։ Գումարած դրան 24 մարտական դիրքեր փոխանցվել Ադրբեջանին։ Ոսկեպարի եկեղեցու տակի հատվածը, ոսկեպարի հին ճանապարհն ասում մնացել է մեզ, ինչպիսի է ուրախություն։ Եվ աղասի ասկիպարա այդ հատվածում էլ, որը փոխանցվել է նորից, աշխատում է ադրբեջանական տեխնիկան արդեն։ Շուրջ 20 կամաց տրակտորներ, ճամփային սարքում, ինչ է սարքում, ես չգիտեմ։ Ասա տեղի ունեցավ մայիսի 15-ին։ Ոչ թե երկու գյուղ, ոնց որ կամ 2.5, ոնց որ ասում են Նիկոլ Բոզի տղեն, այլ բավականին լուրջ տարածքներ։ 8 գյուղի տարածք, նախկին 8 գյուղի տարածք։ Հողեր, որ ոնց որ իրանք են ասում, մարդ չի ապրում։ Եվ այսօր ես նայում եմ այդ տեսանյութ կա, որտեղ ուզում են հասկանալ լրագրողը, թե այդ դիմակավորված սպեսնազի աշխատողները ում հետ են եկել եւ ում են բերել ռեստորան։ Ռեստորանի տերը անենց դոշովա պահում, ես չգիտեմ ոնց որ զինվորը երևի Էձևիա մարտական դիրքը չի պահի, ինչքան ռեստորանի տերը խառնվել է, կանգնել է լրագրողի ու դիմակավորված անձանց միջոցը, ասում է մի նկարի։ Ասա հանրային վայր է։ Ու ես չեմ զարմանա, եթե այդ ռեստորանի մեջ հայ չինովնիկներից որևիցե մեկն ու մեկնա թուրք չինովնիկի հետ միասին նստած հաց են ուտում, համել զրուցում են, էլ ինչ մնաց կիսելու։ Ես չեմ զարմանա։ Իսկ հայ ռեստորանի տերը հաց է դրել թուրք չինովնիկի դեմը եւ մեր բոզիտողու դեմը, մի հատ էլ մեր լրագրողին ասում է մի նկարի։ Ես երևի sense որ մեկ նայում եմ, ինձ թվում է ես երևի հայ չեմ։ Չնայած գնացի գենետիկական անալիզ հանձնեցի դեզդեն, այնտեղ տարբեր տարածաշրջաններ ցույց տվեց իմ այրան մեջ, արաբի գեն, հույնի գեն, իտալացու գեն, հայի գեն եւ այլն։ Որտեւ ես նայում եմ sense բանը մարդկանց, ասում եմ, լավ, ինչ բան բոզի տղա, ես այդ ռեստորանը քանդելու եմ։ Ես չգիտեմ այդ որ ռեստորանն է։ Ես իմիգվանից ասում եմ, իշխանափոխությունից հետո այդ ռեստորանը ես քանդելու եմ։ Էքսկավատորը այն կողմից մտնելու է, այս կողմից դուրս գա։ Ու կասեմ դե հիմա գնա, թուրքի դեմը հաց դիր, բոզի տղա։ Ու հիմա գնա, բանը լրագրողին ասա ինչ ես նկարում։ Նկարում է որ բերանդ ժաշտ է։ Օբյեկտատեր բոզի տղա։ Այսպես մարդիկ լիքն են։ Ու արդեն իմիգրանից իրանց թվում է, թե իրանք մտնելու են բիզնեսի մեջ, լավա լինելու, Թուրքի հետ առևտուր կան, ուշք ու միտները առևտուրն է։ Ուշք ու միտները լիպչիկ, մայկա, տրուսիկ, չգիտեմ, սրանց ոչ հայրենիք, ոչ ուշք բոշ է, էլի, բոշ է, չեմ ուզում, դաժե բոշին էլ բան վիրավորեմ, կա որտեղ տենց շուտ ազգի տեսակ կա, ես չգիտեմ ինչ են ասում դրանց, օրինակ թողմախիմերն էլ է բոշ է, բայց ու այդ ուրիշ բառ կարելի է այդ օգտագործել սրանց համ չարչի ուշք զինվոր կմեռնի պետք իրանք իրանց առևտուրը լափը ունենան հերիքա նման անձանց պետքա զրկել մինիմում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից եւ վտարել այս երկրից թող գնան Թուրքիայի բազարներում առևտուր անեն ապրեն գնչու ցիգան առևտուր Լավ, մենք վաղը կգանք ժամը 11-ին, հասկանանք ինչ է անում, ինչ են մեզ ասում, մենք էլ մեր ասելիքը ամենալ հավանականությամբ կասենք, եւս մեկ անգամ ուզում եմ ասել, մոռացեք իմպիչմենտի մասին եւ մտածեք մաքսիմալ արագ ռադիկալ գործողությունների մինչեւ ամսի 25-ը, ինչ ուզում եք արեք, այսքան, շնորհակալություն